ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը Նիկոլ Փաշինյանը պատմական որակեց քաղաքացիական պայմանագրի հաղթանակը այն ժամանակ, երբ մշակված էր 2005 ընտրական տեղամասերից չնչին հատվածի ձայները, հայտնի էր 10%-ի ընդամենը արդյունքը։ Միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներին լրագրողները հարց ուղղեցին. Արդյոք տեսել եք ձեր պրակտիկայում դեպք, երբ ընտրությունների ձայների հաշվարկի 10%-ի հիման վրա որևէ քաղաքական ուժ հայտարարում է իր հաղթանակի մասին, ինչպես դա եղավ ընտրությունների գիշերը մեր երկրում։ Յանեշ Լենարչիչը պատասխանեց. Իհարկե դա ժամանակավրեպ էր, ինչ-որ չափով ռիսկային, որովհետև մնացած 90% ձայների արդյունքում շատ մեծ է ռիսկը, որ արդյունքը կարող էր էականորեն տարբերվել։ Դիտորդների խոսքերով կարիք չկա համեմատելու ընտրությունները 2021-ի ընտրության հետ, բազմաթիվ գործոնների տարբերության պատճառով, բայց այդուամենայնիվ հետաքրքիր է համեմատել այս պրակտիկան եվրոպական երկրների հետ, հատկապես երբ դիտորդները բավականին ներողամիտ գնահատականներ են տալիս իրենց իսկ նկատած եւ արձանագրած թերություններին։ Եվ ուրեմն մեր հարցը. Շատ լավ հրապարակ։ Դուք չեք ուզում համեմատել ընտրությունները, այդուամենայնիվ ես կխնդրեի համեմատեք ընտրությունները որևէ եվրոպական երկրի ընտրությունների հետ, հատկապես որ գիշերը երբ տվյալները հաղորդում էին, մի քանի ժամ մենք ունեցանք այսպես մեծ պաուզա տվյալների հայտարարման Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այն դեպքում, երբ համընդհանուր ընդդիմության ձայները եւ իշխանության ձայները շատ մոտ են իրար, շատ հավասար են եւ յուրաքանչյուր քվեն շատ կարեւոր է, արդյոք թափանցիկության առումով դուք խոցելի չեք համարում, որ նորմալ ընթացակարգով ձայները չէին հայտարարվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այն պայմաններում, երբ կար այդ հոգեբանական ճնշումը եւ իշխանությունները արդեն տոնում էին հաղթանակ 10%-ի վրա հիմնված։ Ձեզ համար տարօրինակ չէր, որ ձայների հաշվարկը այդպես ձգձգվեց եւ հետաձգվեց։ Լինելով Եվրոպական միությունից ես ուզում եմ ինքս պատասխանել այս հարցին ու նաև արտահայտել այն ինչ որ ապրել ենք նախորդ օրերի ընթացքում եւ հենց երեք։ Մենք շատ տպավորված ենք մասնակցությունից, բավականին ակտիվ մասնակցություն կար թե կանայք, թե տղամարդիկ, թե տարեցները, թե առաջին անգամ ընտրողները վստահելով համակարգին գնում են ընտրության, մենք տպավորված ենք հանձնաժողովների անդամների պրոֆեսիոնալիզմից եւ շատ լավ նկատել ենք թե ինչ ճշգրիտ եւ նվիրված կերպով էին իրենց աշխատանքը իրականացնում եւ թե ինչ պրոֆեսիոնալիզմով էին կազմակերպում հաշվարկը եւ Եթե կան այդպիսի երկրներ Եվրամիությունում, ապա դրանք շատ քիչ են։ Երկրներ, որոնք հասել են այսպիսի պրակտիկայի, որպեսզի կարողանան այն անգամ այլ երկրների հետ կիսել։ Այն, որ իշխող ուժը տոնում էր իր հաղթանակը, ես իհարկե չեմ քաջալերում կամ գովում այսպիսի վարկը, բայց կարող եմ ասել շատ երկրներում եմ այսպիսի բան տեսել, ներառյալ իմ երկրում։ Ինձ նաև տպավորեցին բացասական առումով իհարկե այն ընդդիմադիր ներկայացուցիչների ասույթները, որոնք հնչում էին գիշերվա ընթացքում։ Իհարկե այդ վարկը գովելի չէ, բայց ես կարող եմ ասել, որ կհն շատ պրոֆեսիոնալ կերպով արեց իր աշխատանքը եւ շատ ողջամիտ ժամանակահատվածում այդ արդյունքները ներկայացվեցին։ Երբ որ բոլոր բողոքները քննվեն, ես հույս ունեմ, որ բոլորը հնարավորություն կգտնեն ընդունելու այդ վերջնական արդյունքը։ Մի բան եմ ուղղակի ուզում ավելացնել։ Կարծում եմ պարոն Լենարչի շատ լավ բառ օգտագործեց, շատ ժամանակավրեպ էր եւ ռիսկային այդ վարքագիծը։
United States to many other countries. Բայց ինչպես գործընկերս ասաց, Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպայի երկրներ քաղաքական գործիչները շատ հաճախ են իրենց այսպես պահում, դա նորություն չէ։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ներկայացուցիչ Էդիտա Էստրելայի գնահատմամբ ընտրությունները տեղի ունեցան հատկապես լարված աշխարհաքաղաքական համատեքստում լի ուղղակի արտաքին միջամտությամբ։ Մեջբերում եմ, հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության համար առաջնային էր օգտագործել բոլոր հնարավոր գործիքները Հայաստանի Հանրապետության իր ազդեցության գոտում պահելու համար։ Այս նպատակին հասնելու համար ռուսական իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա։ Մեջբերման ավարտ։ Նույն մեղադրանքը հնչում է նաև Ռուսաստանից արդեն եվրոպական ճնշումների եւ ազդեցությունների մասին։ Եվ այսպես միևնույն ժամանակ արևմտյան լրատվամիջոցներն ու միջազգային դիտորդները հայտարարում են, որ Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների ընթացքի վրա տնտեսական ճնշումների, տեղեկատվական արշավների եւ քաղաքական ազդեցության միջոցով։ Կրեմլը մտահոգված էր Հայաստանի արևմուտքին մոտենալու քաղաքականությամբ, հայտարարում են նրանք։ Ընտրություններից հետո ռուսական պաշտոնական արձագանքը բավականին զուսպ էր։ Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան շնորհավորանքներ ուղարկելը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման եւ արևմուտքի միջամտության պայմաններում։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են ԿԸՀ-ի կողմից, վկայում են այն մասին, որ իր հաղթանակի մասին հայտարարած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհի հնարավորություն։ Իսկ 10 գործակալությանը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին նշել է, թե տեղական դիտորդներն ու ընդդիմությունը քվեարկության ընթացքում հաղորդել էին տարբեր խախտումների մասին, մասնավորապես արձանագրվել էին ընտրական կարուսելների կազմակերպում, քվեաթերթիկների դուրսբերում ընտրատեղամասերից, բաց քվեարկություն, ինչպես նաև զինծառայողների խմբակային քվեարկություն։ Ընտրություններն ուղեկցվել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններով, ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ լռության օրը եւ անմիջապես քվեարկության օրը։ Նրա կարծիքով Հայաստանում ընտրությունների ընթացքում ձայների կեղծումը հանգեցրել է նրան, որ ընդդիմադիր կուսակցությունները կորցրել են ընտրողների ձայների առնվազն 20%-ը։ Մեջբերում եմ 10 գործակալության հաղորդագրությունը Հայաստանում տեղի ունեցավ լայնածավալ կեղծարարություն, ձերբակալվեցին բոլոր այն կառույցների եւ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք դեմ էին Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ասել է Վոդոլացկին։ Ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ կուսակցությունների օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ փչացվեն։ Բնականաբար հաշվարկների ժամանակ ընտրական հանձնաժողովների քվեաթերթիկներում գրվածը ներկայացվում էր որպես Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայներ։ Ընդդիմությունից գոհացվել է առնվազն 20%։ Մեջբերման ավարտ։